Իրանի եւ Իսրայելի միջև պատերազմի ավարտից հետո էլ թուրքական երկու պետությունները Թուրքիան ու Ադրբեջանը աչքը Սյունիքից չեն կտրում։ Իրանին ժամանակ է հարկավոր հետպատերազմական իրավիճակից դուրս գալու ամբողջ ուժերը կրկին հավաքելու համար։ Սյունիքը շարունակում է Ալիևա-Էրդողանական տանդեմի կոկորդի մեծ ոսկորը մնալ։ Նրանք հարմար պահի են սպասում այսպես կոչված Զանգեզուրի միջանցք բացելու համար։ Ճիշտ է, Իրանը թուլացավ որոշակիորեն, բայց դեռևս ունի այն հզորությունը, որ կարողանում է պահել Սյունիքը։ Դեռևս հարմար պահը չի եկել, որտեղ Իրանը չի թուլացել այնքան, որ կարողանան ուժով ճեղել բացել այդ սահմանը։ Իրանի դիրքավորումը տարածաշրջանում շատ ազդեցություն ունի որպես դեսպող ուժ այդ հակառակորդների նեգերդումների համար։ Այս իրավիճակում էլ Թեհրանը շարունակում է վերահաստատել Հայաստանի հարավային դարպասի եւ Իրանի միջև սահմանը պատմական է ու անփոփոխելի։ Իրանը բազմիցս է հայտնել, որ չի հանդուրժելու ոտնձգությունն իր երկրի վրա եւ հակահարված կտա նաեւ այն դեպքում, երբ ինչ-որ պետություն հանդգնի խախտել Իրանի ինքնիշխանության տարածքի կարմիր գծերը։ Վերլուծաբանների դիտարկմամբ Ադրբեջանն ու այդ երկրի առաջնորդ Ալիևը պետք է որ դասեր քաղեն Իրանա-իսրայելական պատերազմի արդյունքներից։ Որտեղ եթե ջարդիարները գնում էին հաստում եւ հարվածում էին Իսրայելը եւ լուրջ հարված են հապսել Իսրայելին։ Ադրբեջանը չունի այդ հակողության այդպիսի զարգացած պաշտպանություն եւ ոչինչ չի խոչընդոտի Իրանին ուղղակի ջնջել ոչնչացել այդ երկիրը ավելի ուղղակի զորք մտնել ու գրավել։ Իրանական հետախուզությունը հզոր է ու Թեհրանը ըստ վերլուծաբանների հավաքագրված տվյալներ ունի եւ տեղյակ է թե ինչպես էին Իսրայելն ու Ադրբեջանը համագործակցում 12-օրյա պատերազմի ընթացքում։ Արցախի պատերազմից հետո շատ ակտիվ իրեն Մոսադը գայհադերներ ունի եւ հետախուզական տվյալները հավաքում Իրանից եւ Իրանը բազմիցս զգուշացրել է, բայց եթե լայնազավալ պատերազմ լինի, Ադրբեջանի տարածքներ էլ այդ իսրայելական հետախուզական գետերը կամ ռազմաբազայի ինչ որ լինի, այնտեղ ռազմական գոյությունը այնտեղ Իրանի համար օրինական թիրախ է դառնալու։ Տելեգրամի որոշ ալիքներ գրում են, որ աթեիստների մի մասը Իրանին հարվածել է հենց Արցախի օկուպացված տարածքներում գտնվող իսրայելական ռազմական ուրեմն գետերից։ Իրանական քաղաքագիտական համայնքը եւս իդեպ խոսում է այն մասին, որ Ադրբեջանում տեղակայված բազաներ կան, որոնք պատկանում են Իրանի թշնամի պետություններին։ Այդ մասին սոցիալական ցանցերում գրել են նաեւ իրանցի քաղաքագետները եւ հնարավոր համարել, որ Իրանը կարող է հարձակվել նաեւ Ադրբեջանում տեղակայված Իրանի համար թշնամի պետությունների բազաների վրա։ Ինչպես մենք այդ պատերազմի շրջանակում տեսանք, Իրանը անգամ Կատար, որ շատ լավ հարաբերություն ուներ Կատարի հետ, Միացյալ Նահանգների ռազմաբազայը Կատարում ինքը հերթիրագործեց։ Թավրիզի Աշուր կորպուսի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը կարող է հարձակվել նաև Քուրդիստանում, Ադրբեջանում եւ Արևմտյան Ասիայում տեղակայված Իրանի թշնամի երկրների բազաների վրա։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։